Երբ իմ համակարգչի մեջ հիշողության ծավալը լրանում է, սովորաբար դնում եմ ու սկսում եմ մաքրել, այսպես ասած, համակարգիչը, այսինքն նայում եմ այն ինչ որ ինձ պետք չէ ավելորդ է, ես դա ջնջում եմ եւ նոր հիշողության տեղ եմ առաջացնում։ Արդյոք մարդու օրգանիզմում նման ինչ որ մեխանիզմ կա թե ոչ։ Մենք կարող ենք ինքնուրույն կամ թեկուզ պատահաբար ասենք թե ինչ-որ մի բան ջնջել, որպեսզի տեղ առաջադա, որպեսզի սահմանափակում չունենանք։ Սովորաբար լավ հիշողությունները պահպանվում են, վատը ժամանակի ընթացքում մարդը մոռանում է։ Ինչ է նշանակում մոռանալ։ Դա իմ ցանկությունն է, թե դա ինքն իրեն կարող է լինել։ Մոռանալը ավելի շատ հոգեբանական մեխանիզմով է տեղի ունենում, արտամղում է կոչվում, երբ որ գիտակցությունից իրենք այսպես կոչված ենթագիտակցության մեջ են հայտնվում, բայց որոշ ազդեցությունների տակ, օրինակ հիպնոսի ազդեցությամբ կարող են նորից բարձրանալ գիտակցական մակարդակ։ Իսկ ինչ վերաբերվում է ինչ-որ բաներ հիշելուն, այսինքն համակարգչի աղբարկի մեջից կարելի է հետ բերել։ Իրենք վերջնական չեն կարող կորել, եթե իհարկե մենք իրենց պահեստավորել ենք իբրև երկարաժամկետ հիշողություն, որովհետև առօրյայում օրինակ մեզ կարող են ասել՝ մի հատ էս հեռախոսի համարը հիշի, մենք հիշենք մի քանի վայրկյան, կրկնենք, հետո մոռանանք։ Դա կլինի կարճաժամկետ հիշողություն, այդ պահին Ես եմ ընտրում ինֆորմացիան կարևոր չէր, չամրապնդվեց, չկրկնվեց եւ ինքը կարճաժամկետ հիշողությունից դուրս եկավ։ Դա այլևս չի հիշվում։ Այն բոլոր հիշողությունները, որոնք կրկնվել են, ամրապնդվել են, էմոցիոնալ ինչ-որ բաներով են ուղեկցվել, լավ են հիշվել մեր կողմից, դարձել են երկարաժամկետ, դրանք արդեն չենք մոռանա։